Ձմռան կարճ օրվա վերջում Մարտունը մթնշաղի վերջին շողերի հետ մի լավ թեժացնում է վառարանն ու տիկնոջը հրահանգում բերել է Սաշնանն իր սեփական տնամերձից հանած կարտոֆիլը։ Թեժացած երկաթե վառարանին շարում է բարակ կտրտած կարտոֆիլն ու ձեռնամուխ լինում գյուղի լեզվով ասած պլեճ անելու։ Փորձում է արդարանալ, թե գովաբանել իր սեփական արտադրության պտուղը, թե կարտոֆիլը ղժիվ է, այսինքն մանր-մունր, եւ դա էլ նրանից է, արդար է ու մաքրամաքուր գոմաղբով է աճեցրած իրենց տնամերձում, ոչ թե քիմիական 1001 նյութով պարարտացրած ու փքված։ Բացի դրան, անասնապահական աշխատանքները թույլ չեն տալիս հարի եղածի չափով հոգտանել տնամերձի մասին։ Սարամն ենք գնում ենք սարը, լավ չի բեջարվում, մոլախոտը կողմա, տոց տալիս է։ Ինչքան էլ քիչ ալամ, խոսքի սենց, որ մի երկու հատ հալալ ուտում ես, ասենք սիզոնի կեսը քու հալալ աշխատանքնից ուտում, քու մաքուր աշխատանք։ Էդ հագին պալյուսա, դա ես պես կնենքան թեժ ալամ, որ վառում ած, կլեչել, դե որ ինքը դխովն ունի, դխովն շատ վաղ դնամ, ասկի պես կիրեսին չենք էլ անում, ես ձեր խաթեր եմ անում։ Մաթեոսյանական մոտկոր աշխարհում ապրողները պարզ են, մաքուր ու անմիջական։ Այստեղ քաղաքից հեռու այս անկյունում լեռների վրա մարդկային հարաբերություններն էլ բնության նման են, ու քանի դեռ կան այսպիսի մարդիկ, կա նաև լավատեսության հույս։ Մարտունը պաշտում է իր գյուղն ու հողը, որի վրա ապրում է։ Քաղաք գնում է հազվադեպ, գյուղից անգամ մի քանի ժամ բացակայությունը ստիպում է կարոտել իր հարազատ սարերն ու ձորակները։ Մի խոսքով այն ինչ կախված է գյուղի ու գյուղական կյանքի հետ։ Վերադառնանք պլեճին ու օրվա ավարտի հոգսերին։ Օրվա ավարտ նշանակում է գոմը մաքրել, վերջացնել անասուններին, ջուր տալ, խոտ տալ, դռան ու պատուհանների հնարավոր անցքերը ստուգել, որ գիշերվա ցուրտը կովերին չհասնի։ Սարից նորեն իջել ու չեն էլ հասցրել, բերաջի ու պանիրը վաճառել, բայց արդեն ստանալիքը տեղավորել են։ 1000 ու պակաս պռատ կա, 1001 ծախսի տեղ։ Սարից պանիր ենք բերել, յուղ ենք բերել, դրանից բերել, ոնց ասում են։ մոթալ ենք բերել, ինչ ասես։ Սարից ինչ կով արտադրում է, այն էլ բերել ենք։ Մի քիչ էլ եք հարստացել։ Այ վայ, այդ հարստանալու մասին մի ասա։ Գեղացը երբեք հարուստ չի ելում։ Որովհետև գեղացու ծախսը շատ է։ Գալիս Ինչի վրա է ծախսում։ խոտա, փետա, բերելա, ամեն ինչը։ Սաղ ծախսա, գեղացունը սաղ ծախսա։ Դե մանավանդ ով տրանսպորտ չունի։ Եթե ունեի, էլի մի որոշ չափով կեզմին իրա վրա է հույսը դնամ, ով էլ չունի, նա ավելի շատ է ծախսում։ Տակերը մաքրում ենք, կով է արձակում ենք գնում են ջուրը, շուրտուլը։ Մենք էլ սկսում ենք աղբը դուսատելը թրիքը, շուրտու։ Ու այստեղ այս գործի եռուն պահին Մարտունը համաշխատում է, համելանցնում է գյուղացու կյանքը քաղաքացու աշխատանքի հետ համեմատելուն, ինչպես ինքն է ասում, քաղաքացու անթրիկ կյանքի հետ։ Չոր ու մաքուր բակերում գրասենյակներում է նստում քաղաքացին ու արած գործն էլ բոլորովին կապ չունի ոչ քրտինքի, ոչ էլ կեղտի հետ։ Դե բացառությամբ մի քանիսի ասում է։ Բայց դե մի բան էլ կա քաղաքացին իր գլխին, ոնց ասում են 1001 շեֆ ունի, 1001 ասող ու ստուգող, իսկ գյուղացու գլխի տեր ինքն է, ոնց ասում են, ինքն իր տնորենը, իր հաշվապահն ու բանվորը։ Մեր տնորենն էլ մի ենք, մեր ղեկավարն էլ ենք մի ենք, մեր ամեն ինչը մենք ենք։ Դե մի գիտես որն է հարցը։ Գեղացու կյանքը քաղաքացու կյանքի նման չէ էլի։ Քաղաքացի գնում է իր օրվա աշխատանքն անում, գալ իր տանը թինգը տալի։ Գեղացին թինգը չի տալի։ Գեղացին էլ է թինգը տալն է, չէ որ առանց թինգը տալու ամենը, բայց որ խոսքի ամեն ժամին կարա աշխատի։ Գյուղացու աշխատանքը ժամ ու պատարակ հանգստյան օրեր չունի, դե ոնց ունենա, եթե գիշերվա կեսին օրինակ մարալը գոմում ծնում է, կամ գոջիներից մեկը հիվանդ է, կամ էլ առավոտ տեքին չոբան պիտի գնա։ Գյուղացունը հեշտ գործ չէ, հեշտ գործ չկա, ասում է ու ավելացնում, հեշտի տեղ իմանաք, ասեք։ Գալիս ենք սաղ քշերստի պահակայնում, տենում ենք ծանացնում ենք, հորթը քաշում ենք, հանում ենք, կամ էլ
ինքնստինքյան ծանոմա, առաջն են գծեմ լիզմակովը, տակն են գծեմ ծծասնեմ, հետո առանձնացնում ենք, գտում ենք, դե բաներ։ Մի խոսքով օրներ ու տոր չի։ Օրներ, գեղած օր չի։ Դե գեղած չկա որ ասի, այս парքը մը լցվել եմ, ես ինչ լավ օր եմ քաշում, ես ինչ։ Դե բան գոյություն չունի։ Գեղած միշտ աշխատումը պետք է աշխատի, որ իր արդյունքն ստանա։ Բայց արի ուտես այսօր հեշտի վազողներ ինչքան ուզես, բայց չարչարվող քրտնող գտնել մի գլխացավանք է, որի հետ բախվում են գյուղացի հատկապես խոշոր ֆերմերները։ Բայց աշխատանք չսիրողներին ու ծանր գործերից փախչողներին էլ չի քննադատի, իրենք էլ այդպիսին են ասում են։ Ես ճիշտը գտել եմ գյուղը, եկել եմ գյուղ։ Ճիշտը քաղաքել եմ ելել, բայց դա չհարմարվեց քաղաքի մեջ, թող եկա գյուղ։ Ինչի չհարմարվեց, ինչի չէ լավ այդ։ Չեմ սիրում քաղաքը ես դե։ Էտա։ Դաժե մի վարքյան ուզում չեմ ավել մնացածալ եմ։ Որ գեղմ մնա, բանա, քաղաք մնամ։ Քաղաքում ինչ կա որ, փոշի ու ծուխ, աղմուկ ու աղաղակ ու անդադար վազվզոց, ինչ է տվել է սարերին ու հանդերին, ասում է այստեղ խաղաղությունը հոգու ու մտքի է, այստեղ է մաքրությունը, որ քաղաքներում այդքան պակասում է։ Ջահել տարիներին երազում էր ծովային դառնալ, բայց հոր ու մոր գրավոր համաձայնությունն էր պետք, նրանք էլ դեմ եղան։ Եթե համաձայնեին, գուցե հիմա Օխոտյան ծովի մի նավատորմի կազմում լիներ ու հեռավոր ծովերում, ոչ թե ծմակուտում, բայց եղած է, գուցե լավն էլ սա էր։ Ես բանակը ուզեցել եմ նավաստի դառնամ, որ ծանոներս չուզեցին, դե հենց էլ դե ստորագրություն էր իրանց պետք, որ ծանոների ստորագրությունը պետք է տան։ Չտվին, դե հենց էլ մնացի ըստեղ, թե չխո բանակիսից չելա։ Բանակից ես գնում էի նավաստի ու չստացվեց։ Այն ժամանակ էլ կայլ ասել մենակ տղա ես տանը, որ տանի մեջը։ Ես բանակ գնացի նոր մի հատ տղա ունեցան հեռնումերս, փոքր ու շուտ էլ մահացավ։ Այդպես էր ուրեմն ճակատին գրված ու վերջ, շարունակում է գյուղացին ու առատորեն խոտով լցնում կերամանները։ Գործից հոգնել չունի, ամբողջ կյանքում մի անգամ է բժշկի գնացել, են էլ պարտադրանքով, տեղ խմել չունի, ճնշումն ու խոլեստերինն իրեն անծանոթ է։ Այդպես շուտով 70-ամյակը կտոնի, բայց բազուկը պինդ է, հոգով էլ հազիվ 18։ Բայց դա ոչ պատահականություն է, ոչ էլ ինչ-որ արտասովոր բան է, կողմերում, որտեղ սնունդն անարատ է, օդը մաքուր, մարդիկ առողջ են ու երիտասարդ, ասում է։ Ամբողջ կյանքում տնական յուղով ճմբուր, կաթ ու մածոնը կերել, խիղճն էլ մաքուր ապրել։ Մարդիկ կան որ իրանց արդար յուղը ծախում են, գնում են ձեթեն առնում ուտում։ Դանչից է գալի, այդ գալիս է լրիվ պետական ապրումներից, պետական ղեկավարությունից, որ գեղացու վզին դրած, Էստես բեյլ, ենտես բեյլ, էստես անիլ, հարկտես տալս կան, գեղացին պտի խոթանձի, ես մչեմի բողոքավոր չեմ, ասինք ինչ առումով, ես ոնչ դեղ խմած եմ, ոնչ է ուզում եմ խմեմ, ոնչ էլ կխմեմ, մարդիկ կան դե իմ ընտանիքը իմ երեխեք, իմ թոռները, սաղ դեղ են խմում, բայց ես չէ, որովհետև այդ դեղի մեջ են հազար մի բան կա։ Մի տեղ օգուտ տալի, մի տեղ 5 տեղ վնաս տալի, չես կար ասես, որից հետո կլի։ Ինչ ասեմ, ես ոնչ դեղ խմած եմ, ոնչ էլ կխմեմ։ Տեղական ասենք տան հույսերով, մույսերով, դե հանդից ասենք ամարները բերեմ ենք, չորացնում ենք։
Ծմակուտից հավաքած խոտաբույսերն ու իհարկե լեռնեցու լավատեսությունն են առողջ ու առույգ պահում իրեն։ Հետո էլ կյանքի ընթացքում մի պարզ ճշմարտություն է հասկացել. երկար ու առողջ են ապրում նրանք, ովքեր հարուստ են ոչ թե փողով, այլ հոգով։ Ես ինձ մեծահարուստ եմ զգում։ Դե ջո մնացողը սուտա, այն մեծահարուստ փողը, մողը, դա ձեռի կեղտա լարի, սորունես վաղ կարողա չունենաս։ Ինձ մար այդ փողը հեչ բան է։ Կարող լավ ընտանիք ունեմ, լավ երեխեք ունեմ, իսկ մեծ հարստություն է դա։ Ուրիշ ոչ մի բան։ 67 տարեկան տղա եմ, պետությունից ոչ մի կոպեկ ստացած չկամ։ Ոչ մի կոպեկ։ Ոչ մի կոպեկ, բացի մի որ մի թոշակ եմ ստանում էտա։ Ոչ մի կոպեկ ստացած չկամ։ Ու աշխատել եմ 5 երեխա եմ մեծացել, սովորել, պահել, ամենքն իրանց տեղավորել, հարսանիք են կարել, են կարել, սաղ իմ աշխատանքով, լրիվ, ում էլ գնաց գյուղում հարցնես, կասեն հա, մարդին հալալա, սաղ իմ քրդենքով, իմ աշխատանքով արել եմ, ու ես մենակ ասեմ, Աստված ջան, ինձ մենակ առողջություն տուր, ես ոչ մի բան չեմ ուզում։ Այսպես թեժ զրույցներով վերադառնում ենք թեժ վառարանի մոտ, որտեղ պլեչն արդեն համարյա պատրաստ է։ Այստեղ էլ Մարտունը պատմում է, որ առանց բժշկության ու առանց դեղորայքի իր երկու կողմի տատերն ու պապերն ապրել են մոտ 100 տարի։ Հենց դրա համար էլ հակված է մտածել, որ ամեն ինչ կախված է մաքուր սննդից։ Հենց դրա համար էլ հրաժարվել է վնասակար ուտելիքներից ու սովորություններից։ Ես ուզում եմ մի 150 տարի ապրեմ, հլա տնեն կհաջողի։ Տիկինն ինչ է ասում։ Տիկինը մի քիչ էլ առողջություն չունի, կարա մի 100 տարի ապրի հետս։ Նյան դենը կորոշենք, որս ինչ անենք։ 100-ին դեռ չի հասել, բայց աչքը 1000 ու մի բան է տեսել։ Գյուղում ասֆալտ, որ չէր տեսել, լուսավորություն ու այդպես իր աչքի առաջ գյուղ նոր-նորից ծաղկում է։ Նախկին ղեկավարներին փնովելու միտք չունի, առավել ևս, որ գյուղապետերից շատերն իրեն բարեկամ են, բայց իրենց նոր ղեկավարից գոհ է։ Իհարկե լավ է կլի։ Հույս ունենք, որ լավ է կլի։ Մարդը եթե աշխատում է, իր աշխատանքի վրա կայուն աշխատում է, դա հնարավոր չի, որ վատնալի։ Մի մարդ աշխատում է, լավ էլ աշխատում է, դժգոհ չենք։ Դժգոհելն իրենը չէ, եղածով գոհանալ, ունեցածով ուրախանալ է պետք ասում է ու եղածով անծանոթի հետ կիսվելու, մի կտոր հացով հյուրընկալելու ավանդույթը պահել, որ հիմա վերացող բան է։ Որ միակ մարդկային տեսակետը մնացել է, այս մեր մոտ կորից զորումը մնացել։ Մանավանդ մեր գեղը։ Մեր գեղը դե հույրասեր տակից ժողովուրդ են ելել, հմել են, Նենց որ հմել դուք էլ այն շոֆերն էլ կանչեցի չեք առանց հասուտելու չեք գնալու, տենց։ Տենց է, ստեղից տենց է։ Մեր գեղի դրվածքը տենց է։ Ոնց է։ Մնացածը չեմ կարող ասեմ, որ պետք է հույր է գալի, տուն մարդ է գալի, պետք է հաց, մի կտոր հաց, մի բան, ուտի նոր գնա։ Առանց ուտելու, առանց մի բաժակ մախմելու չի կարող գնա, էտա։ Ամյա եսա կախամենք իր հետ մի բաժակ կտենաս ոնց է։ Ուտել խմելու գործի վարպետներ են մեր կողմի մարդիկ ասում է ու շարունակում Մարտունը պրոպագանդել աշխատանքն ու մեծարել աշխատող արարող մարդուն։ Աշխարհում ինչ կփոխվի, ինչ չի փոխվի, ինչն է նորաձև, ինչը չէ, դա կարևոր չէ բոլոր ժամանակներում։ Հերոսը դա աշխատող մարդն է ասում է։ Էլ լավ գնացել եմ քաղաք, ասենք եկել են, փող են մուրացել։ Ես չեմ տվել, ինչ ճիշտն է ճիշտը, ոչ թե չունեմ չեմ տվել, ասիկը չեմ տվել, տվել եմ մարդա, ոտն էլ ասարքի, ձեռն էլ ասարքի ու գալիս է փողը մուրում, դա իզմ ամենաանընդունելի բանն է, դե մարդը կարող ես փողը մուրած, գնա ուրիշ հեշ բան չլի, ավիլվեկալ փողը ծավլի քեու աշխատավարձը ստացի, ու դա վե բան չի, ինչ որ վեհանձություն անեմ, չգնամ, պետք է ինձ, որ իմ երեխան սոված չմնա, որ ես սոված չմնամ, որ կողքից չասեն սոված է, ես կանեմ, ես դա անպայման կանեմ, եթե կարիքն լի, չեմ գոռոզանա, թե ես չեմ անի, չեմ մաքրի կամ այլը կա, մարդը եթե աշխատանքի ընդունա կա, պետք է աշխատանք, մարդիկ կան որ ասում են, աշխատանք չկա որ դգնամ, քանի հոգի բերես տանեմ աշխատանք եմ տեղավորում, քանի հոգի բերես։ Ձեր սարերում։ Թեկուզ եւ մեզ սարան, թեկուզ հարևան գյուղում, թեկուզ որդի ցանկանան։
Այնքան աշխատանքի տեղ կա որ Աշխատանքի տեղ ինչքան ասես, միայն թե աշխատող ձեռքեր չկան, ասում է։ Այսպես զրույցը շարունակում ենք, մինչև որ կարտոֆիլն արդեն խորովում է, մի քիչ էլ վառվում։ Հետո տանտիկինը տնական յուղով ու պանրով տարբեր համեղություններով առած սեղան է բացում ու հերթը հասնում է կենացներին, իսկ առաջինը, ինչպես միշտ, խաղաղության կենացն է։ կցանկանա որ մեր հայ ազգի մի լավ ղեկավար ալի ու մեր հայության միջին ալի համերաշխություն, հանգստություն, առանց պատերազմի եւ բոլորին առողջություն որ կայանան այս արհավիկներ չլիելի ախպեր թող բոլորիս առողջություն լի որ երկարակացնենք եւ մի բան էլ ցանկանում եմ բոլոր երիտասարդներին մի քիչ շատ երեխա ունենան որ հայությունը մի քիչ բարգավաճի Ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Հասարակ մարդն ու գյուղացին երազում է ապրել մի աշխարհում, որտեղ պատերազմներ չեն լինի ու մարդիկ կկարողանան վայելել աշխատանքի պտուղները։ Սա իր ամենամեծ ցանկությունն ու երազանքը։ Մերի Գոլոլյան, Դավիթ Թամազյան, Շամուտի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։